Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գարմին Թաֆյանն եմ, կարևորի մասին նախամարոտ։ Հավանական պատերազմ տարածաշրջանում ու Հայաստանի վրա ազդեցությունը, Հայդատի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Խաղաղություն առանց հայերի կամ առևտուր հանուն խաղաղության, Բաքվից նոր ազդակներ են գալիս Երևան։ Ինչ փոփոխություններ են արվել պարտադիր հայտարարագրման համակարգում, ֆինանսների նախարարության ներկայացուցիչն է պարզաբանել։ Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը, Փաշինյանը ներողություն է խնդրում։ Պալատ Մարոկկոյում նոր ու երկարատև հարցաքննություններ, Էփշտեյնի թղթապանակը չի փակվում։ Տարածաշրջանային լարվածությունը չի նվազում, ամեն օր խոսվում է հավանական բախման մասին ու դրա ազդեցության։ ԱՄՆ Իրան պատերազմի սպառնալիքն էլ չի նվազում։ Այս ֆոնին Հայդատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ։ Հայդատի հանձնախմբի տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում Իրանի հայկական համայնքի համար, մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական և այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա, Հայդատի հանձնախումբը վերահաստատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։ Զուգահեռ տարածաշրջանային խաղացողները շարունակում են քննարկել TRIP նախագիծը։ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ TRIP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ազատություն ռադիոկայանը գրել է, որ դեսպան Շիր Ղոլամիի խոսքով, եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, ապա Թեհրանը դեմ չէ։ Բաքվից նոր ազդակներ են գալիս Երևան, Ալիևը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ, ինչպես իրենք են կոչում, Խոջալույի ցեղասպանությանը նվիրված հուշարձան են բացել ու այդ ընթացքում էլ խոսել հայերից վրեժ լուծելու և թշնամուն հաղթելու մասին։ Խաղաղություն առանց հայերի, թե առևտուր հանուն խաղաղության։ Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Ադրբեջանի հետ առևտուրը խաղաղության երաշխիք է որակել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Լեհաստան երրորդյա այցի շրջանակում վստահեցրել է, տարածաշրջանում խաղաղությունն է տիրում։ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները։ Զուգահեռ Ադրբեջանի նախագահը խոսել է իր պատկերացրած խաղաղության մասին։ Խաղաղություն առանց հայերի։ Ալիևը կրկին այցելել է օկուպացված Արցախ, Մարտունու շրջան, խոսել հորինված իրենց ձևակերպմամբ Խոջալույի ցեղասպանության մասին։ Վստահ եմ, որ ադրբեջանական ամբողջ ժողովուրդը, այդ թվում դուք, միշտ հավատացել եք, որ կգա այս օրը, եւ մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը եւ թշնամուն կվտարենք մեր հողերից։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում եւ լիովին վերականգնել ենք արդարությունը։ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների ցեղասպանության մասին է խոսել Ալիևն ու փաստացի չի հերքել։ Իրենք դա արել են։ Ադրբեջանում մենք տեսել ենք նաև Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, ուղղված է եղել ժողովրդագրական պատկերի փոփոխությանը մշտապես։ Եվ իրենց այդ քաղաքականությունը երբեք չի փոխվել ու չի փոխվելու։ Նույնը կատարվել է Նախիջևանում, դեռ Արևմտյան Հայաստանի եւ Անատոլիայի մասին չեն խոսում։ Սա տեղավորվում է Բաքվից հնչող նույնպես մտածածին Արևմտյան Ադրբեջանի տրամաբանության մեջ։ Արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը, նկատի ունենալով Հայաստանի սուվերեն տարածքը։ Հայ փորձագետները նախազգուշացնում են, Ալիևի խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում։ Ալիևի վարչակազմով Ադրբեջանի պարագայում հայ-ադրբեջանական խաղաղություն երբեք չի լինի, որովհետև Ալիևի իշխանությունը կառուցված է հայերի հանդեպ ատելության վրա։ Հայ երկրի ժողովուրդը գտնվում է աղքատության մեջ, ճնշված, հարվածված ժողովուրդ է, եւ միակ բանը, որ կարողանում է պահել Ալիևը իր իշխանությունը, հայերի հանդեպ ատելությունն ու թշնամությունն է,
Ընդամենը նորեր առաջ էին ադրբեջանցիներն այլ երկրի անձնագրերով մուտք գործել Հայաստան։ Իրենց հորինած հայրական տներն ու բնակավայրերն էին փնտրում։ Իրենց հայրենակիցներին էլ հորդորում էին գալ ու տեսնել այն։ Հայաստանում մտածող մարդիկ երբևէ պատրանք չեն ունեցել, որ Ադրբեջանում նարատիվներ կփոխվեն, որ Ադրբեջանում վերաբերումը կփոխվի ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ադրբեջանում եւ Թուրքիայում Հայաստանի ապագայի վերաբերյալ դա շատ հստակ պատկերացում, որը իրենք գրեթե չեն թաքցնում, ընդհանրապես հասարակության միջոցով դրանք բարբերաբար փորձում են հանել դեպի միջազգային հարթակներ։ Մասնավորապես այնպիսի Հայաստան, որը կլինի մասնատված, այնպիսի Հայաստան, որը կլինի թույլ, այնպիսի Հայաստան, որը չի ունենա մոնոէթնիկ պատկեր։ Ալիևի ոչ քաղաքականությունն է նորություն, ոչ էլ հռետորաբանությունը, ասում են զրուցակիցներս։ Խնդիրը Երևանում է։ Մինչ Ալիևն օկուպացված Արցախում իր ժողովրդին հորդորում է լինել ուժեղ, արթուն, չմոռանալ անցյալը, Երևանում խաղում են ջրի փականի եւ մարդկանց էմոցիաների հետ։ Նրանք չեն կարող անվտանգության հարց լուծել, նրանք չեն կարող խաղաղության հարց լուծել։ Փոխարենը նրանք պետք է ժողովրդի աշխին ցույց տան իրենց կարողությունները ուրիշ ոլորտներում։ Ճանապարհների փոխալցման հարցը, օրինակ, նրանց սիրելի որակարգերի հարցն է, ջրերի դերասած փականված են, փակել, այն հարցերը, որոնք ի վերջո հնարավոր է ինչ-որ միջամտությամբ լուծել կամ իշխանացնել, այդ հարցերը իրենք արհեստականորեն ուղղացնում, դարձնում են օրակարգի հարց։ Ադրբեջանին լրացնելու նույնիսկ փորձ չի անում պաշտոնական Երևանը։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներն առհասարակ ծանոթ չեն Ալիևի հայտարարություններին, ոմանք էլ հրաժարվում են մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարին։ Ես Ալիևին վարշե չեմ մեկնաբանում։ Խաղաղություն Հայաստանում բոլորն են ուզում։ Խաղաղություն ամեն գնով ու ամեն ինչի հաշվին քչերը։ Փորձագետները զգոնության կոչ են անում, հավերժ թշնամի մնալ պետք չէ, բայց փայտը ձեռքից գցել եւս։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսօր Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցն է։ 1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ բնակչության դեմ բռնությունները։ Ջարդեր, սպանություններ, խոշտանգումներ, հայերի բնակարանների ու գույքի զանգվածային ոչնչացում ու թալան։ Սա ձեռագիր է, որը եղել է 111 տարի առաջ եւ 38 տարի առաջ։ Բաքվից 26 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում 18000 հայի 1988 թվականի փետրվարի 27-ից սկսած ադրբեջանական, այսպես կոչված ամբոխը մահայերին կոչով աքսորեց Սումգայիթից։ Նրանցից ոմանց տանջելով, խոշտանգելով ու սպանելով։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 14-ի գիշերը կոմունիստական կուսակցության ԼՂԻՄ-ի Մարսկոմի բյուրոյի նիստում Ադրբեջանի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը սպառնում էր 100,000 ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահին ներխուժել Ղարաբաղ եւ սպանդ սարքել։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ սպանդը կազմակերպվել էր նախապես մշակված ծրագրով եւ ունեցել է իր ղեկավար կենտրոնը։ Դրանում ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետական, բացառված չէ նաեւ կենտրոնական իշխանությունները։ Ոչ Սումգայիթի հանրահավաքները, ոչ կոտորածները պատահական չեն եղել, ինչպես հետագայում փորձում են ներկայացնել ադրբեջանական իշխանությունները։ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը առնվազն չի փոխվել, բայց կարող ենք փաստել, որ նույնիսկ ծավալներն են աճել եւ եթե ասենք 20-25 տարի առաջ Ադրբեջանը փորձում էր գոնե տարբեր միջոցներով քողարկել կատարած հանցագործությունները, ապա արդեն այս տարիներին Ադրբեջանի ղեկավարությունը անգամ փորձ չի կատարում սքողելու ցեղասպանությանը միտված քայլերը։ Գազազած թշնամին անզեն հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում կենթանի այրում։ Պաշտոնական տվյալներով տանջամահ էր արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելին քան 200 հոգի։ Վկաները հետագայում պատմում էին տասնյակ եւ տասնյակ դեպքեր, երբ հայ երեխաներին ու ծերերին, կանանց ու տղամարդկանց անխնա սպանել են, ապա դիակների վրա բենզին լցրել ու վառել։ Նախորդ կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատել հեռախոսները, պահեստավորել ինքնաշեն զենքերը։ Փետրվարի 26-ից 29-ին Սումգայիթի միլիցիան չի գործել։ Քաղաքը շրջապատված էր, ճանապարհներն ու երկաթուղին գտնվում էին զինված բանդաների հսկողության տակ։ Ադրբեջանը եւ Ադրբեջանի մասնավորապես ղեկավարությունը
գնաց այդ քայլին ցեղասպանությանը միտված հստակ քայլերով եւ ցեղասպանությանը բնորոշ տարերով քաղաքացիական անձանց գլխատումներ, զինծառայողների գլխատումներ, մարմինների, աճուների խեղումներ եւ այլն սարսրազդու տեսարաններով եւ դա բնորոշ է այսօրվա Ադրբեջանի քաղաքականությանը։ Հանցագործության նպատակն էր փակել Արցախի հիմնահարցի քննարկման հեռանկարները, նոր ջարդերի կազմակերպման սպառնալիքով ահապեկել հայերին եւ նրանց հարկադրել հրաժարվել տնօրինելու սեփական ճակատագիրն ու միանալ Մայր Հայաստանին։ Միայն երրորդյա ջարդերից հետո փետրվարի 29-ի գիշերը խորհրդային զորքերը Կրաևի գլխավորությամբ մտան Սումգայիթ, որին էլ մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագությունները եւ քաղաքից դուրս հանել կենթանի մնացած հայերին։ Ավելի քան 3000 Սումգայիթաբնակ հայեր կորցնելով իրենց բնակարանները եւ ունեցվածքը հրաշքով փրկվելով սպանդից պատասպարվեցին Հայաստանում, իսկ մնացածները Ադրբեջանից փախան տարբեր ուղղություններով։ Ադրբեջանցիներին զգուշացրել էին այդ գիշեր լույսը չմարել, որպեսզի հեշտ լիներ հայերին գտնել։ Դեռևս հունվարին կազմվել էին հայերի ցուցակները, ճշտվել հասցեները, անջատվել հեռախոսները, նախապես մշակված էր սցենարը եւ դերերի բաժանումը։ Միտումնավոր չեն գործել ՆԳ եւ շտապ օգնության ծառայությունները։ Նախորդ պատրաստվել էին հարյուրավոր սրածայր ձողեր։ Փողոցային երթերի կազմակերպիչներն են եղել քաղաքի կուսակցական ու խորհրդային ղեկավարներ, քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն, երկրորդ քարտուղար Բայրամովան, Բաքվից ժամանած բանաստեղծ Վահաբզադեն, գիտնականներ ու դերասաններ, որոնք փետրվարի 26-ին քաղաքի գլխավոր հրապարակում հանդես են եկել կորչեն հայերը Սումգայիթից մահ հայերին, հայերը մեր հավատի թշնամիներն են ու առաջընթացի խանգարիչները կոտորեք նրանց կոչերով։ Ղեկավարությունը ոչ մի վերաբերմունք կամ միջամտություն չի ցուցաբերել։ Վկաներն ու տանջահարության ենթարկվածները հետագայում պատմում էին, որ Սումգայիթի փողոցներում խորհրդային բանակի ջոկատներն անտարբեր դիտել են չարագործությունները։ Երբ նրանց հարցրել են, թե ինչու չեն միջամտում, չեն կասեցնում սպանդը, հրամանատարները լոկ ուսերն են թոթվել։ Կարգադրություն չկա։ Արխիվային նյութերից, հրապարակված աշխատություններից եւ փաստաթղթերից երևում է, որ Սումգայիթում հայերի նկատմամբ իրագործել են վանդալիզմ եւ աննկարագրելի բարբարոսություններ։ 1988 թվականի գարնանը Հայկոմ Կուսիի կենտկոմում ստացված մի փաստաթղթում նշվում է, որ Սումգայիթում սպանվել է ոչ թե 32 հայ, այլ ավելի քան 400 եւ խեղվել ու տուժել են մոտ 1000 հոգի, որոնց շարքում մեծ թվով կանայք, ծերունիներ ու երեխաներ կային։ Հետքերը թաքցնելու համար դիակները հետագայում տարվել են Բաքու, Հանրապետության այլ քաղաքներ կամ էլ նետվել ծովը։ Սեդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են։ Հակոբյանը հայտարարել է, որ ավարտվել է իր եւ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը եւ նա լքում է կառավարական առանձնատունը, ապրելու է վարձով։ Հակոբյանը ցույց է տվել իր արարողակարգային նվերները, հայտարարել, որ դրանք հանձնում է պետությանը։ Միևնույն ժամանակ շեշտել է, որ ցանկանում է պահպանել Իմ քայլը հիմնադրամի տնօրենի պաշտոնը։ Ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստներ, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին Ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային, օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում։ Ավելի ուշ հայտարարությանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, որը նոր է վերադարձել Լեհաստանից։ Փաշինյանը Facebook-ում գրառում է արել եւ ներողություն խնդրել։ Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարիներին իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Իդեպ TikTok-ում Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, հայտարարել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը։ Նա ներկայացրել է հայտարարագրման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները։ Գերատեսչության պաշտոնյան տեղեկացրել է, որ մինչև 1 միլիոն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրելու որոշման հիմքում համակարգը հնարավորինս պարզեցնելն է։ Սահմանեցինք, որ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն եւ երկրորդ բանը սահմանեցինք, որ կառավարությունը կարող է սահմանել այնպիսի եկամտի տեսակներ եւ շեմեր, որոնք նույնպես հայտարարագրման ենթակա չեն։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորամասերից մեկում գտել են զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ անձի ձերբակալել են։ Լրատվամիջոցները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում, մեկ այլ զինծառայողի կրակոցից։ Նարեկը 19 տարեկան էր, Աբովյան քաղաքից, նրա ծնողները Հայաստանում չեն։ Հայրը բուժման նպատակով մեկնել է երկրից, իսկ մայրը որպես խնամող ուղեկցել է ամուսնուն։ Վերջին 2 ամսվա ընթացքում սա բանակում գրանցված արդեն երրորդ մահվան դեպքն է։ Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ թղթապանակը չի փակվում։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պատկերացում չուներ Էփշտեյնի կատարած հանցագործությունների մասին։ Քլինթոնը Էփշտեյնի գործը հետաքննող կոնգրեսի վերահսկող հանձնաժողովին փակ դռների հետևում 6 ժամ ցուցմունք է տվել։ Նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ երբեք չի թռել նրա օդանավով կամ այցելել նրա կղզին, տները կամ գրասենյակները։ Քլինթոնը կոչ է արել օրենսդիրներին հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփին Էփշտեյնի հետ նրա կապերի մասին։ Իդեպ մանկապղծության համար մեղադրված ամերիկացի ֆինանսիստը 2019 թվականին իր ձերբակալությունից 1 օր առաջ փորձել է թանկարժեք պալատ գնել Մարոկկոյում։ Էփշտեյնը 2011 թվականից ի վեր ձգտում էր ձեռք բերել Բին Էն Նախիլ պալատը, սակայն վաճառողի հետ գնի եւ առուվաճառքի շուրջ վեճերը տևել են տարիներ։ Էփշտեյնը 14.95 միլիոն դոլարի բանկային փոխանցման պայմանագիր է կնքել 2019 թվականի հուլիսի 5-ին իր ձերբակալությունից 1 օր առաջ։ Ձերբակալությունից 3 օր անց ֆինանսիստի հաշվապահը չեղյալ է հայտարարել դրամական փոխանցումը եւ գնումը։ Ի վերջո չի իրականացել։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մելանիա Թրամփը կգլխավորի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը։ Դա տեղի կունենա մարտի 2-ին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ռոտացիոն նախագահությունը շուտով կփոխանցվի Միացյալ Նահանգներին, սակայն սա կլինի առաջին դեպքը, երբ նիստը կգլխավորի գործող նախագահի կինը։ Բախումներ են տեղի ունենում Պակիստան-Աֆղանստան սահմանին։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը բաց պատերազմ է հայտարարել Աֆղանստանում թալիբների դեմ։ Իրանի երկնքում ամերիկյան անօդաչու է անհետացել։ Սարքն անհետացել է ռադարներից Պարսից ծոցի օդային տարածքում Իրանի հարավում փետրվարի 21-ին կամ 22-ին աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Ռազմական փորձագետների կարծիքով անօդաչու սարքը հնարավոր է վնասազերծվել է ռուսական կամ չինական համակարգերով։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին շրջանառվող լուրերն այն մասին, թե թուրքական բանակը անվտանգության նկատառումներով պլանավորում է մուտք գործել Իրանի տարածք Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակման դեպքում։ Նախարարությունից հայտնել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Իրանը լիովին պատրաստ է եւ խաղաղ եւ ռազմական սցենարին, բայց նրա նպատակը հակամարտությունը կանխելն է։ India Today-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում Միացյալ Նահանգների հետ բանակցություններից առաջ։ Նա նշել է, որ Իրանը շատ դասեր է քաղել վերջին պատերազմից եւ հետեւաբար ավելի լավ է պատրաստված։ Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն, հայտարարել է դիվանագետը։ Հյուսիսային Կորեան աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարի առթիվ ռազմական շքերթ է անցկացրել։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ է ցանկացած իրավիճակին։ Իդեպ աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարում Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոսել է երկրի միջուկային զինանոցն ընդլայնելու մտադրության մասին, միաժամանակ կոչ անելով Վաշինգտոնին հարգել իր երկրի միջուկային հզորությունը։ Միացյալ Նահանգները եւ Հյուսիսային Կորեան կարող են լեզու գտնել, բայց միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ընդունի, որ Հյուսիսային Կորեան չի հրաժարվելու իր միջուկային զենքից, ասել է նա։
Ջրհեղեղից տուժած Բրազիլիայի փողոցներում դագաղներ են հայտնվել։ Հաղորդվում է, որ ջուրը լցվել է թաղման բյուրո եւ դագաղները դուրս բերել պահեստից։ Օման ու Մուխտերի գեղեցկության մրցույթ է անցկացվել, սակայն 20 մասնակից որակազրկվել է, երբ պարզվել է, որ ենթարկվել է կոսմետիկ միջամտությունների։ Պարզվել է, որ կենդանիներին բոտոքս ներարկումներ են արել շուրթերը մեծացնելու, մկանային հանգստացնող միջոցներ դեմքի շարժումները մեղմելու եւ ներարկումներ սապատը լայնացնելու համար։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Չինաստանում մի կին հնգյակ է լույս աշխարհ բերել։ Նշվում է, որ բնական ճանապարհով նման հղիության հավանականությունը 60 միլիոնից մեկն է։ Երեխաների կենսական ցուցանիշները կայուն են, իսկ 24-ամյա մայրը վերականգնվում է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։